Ադենոք անկվյո քյուղերեն մեգում մեջ խիստ չարասիտ եւ անգրոն երգաթակորձ մգար, որ ամենուն հայտնի էր իր ադելի վարկովը։ Նույն քյուղեն 5-6 մղոն հերուն գաբրեր ձերունի եւ բարեբաշտ ընտանիքմը, այրը 95 եւ գինը 90 տարեկան։ Օրմը արդուն շատ գանող այս ձերունին անգողենեն ելելով բادرսվեցավ մոդակա քյուղ երթալ եւ բատմել իր դեսած իրական երազը երգաթակորձին։ Թեպետ գինը հագարագեցավ ուսելով, թե թուն շատ ձեր ես, թուրսը չափազանց ցուրդ է, ցյունալ եկած է եւ երթևեկության միջոց արչունինք։ Այսօր թող մնա, վաղը մյուս օր երթաս։ Բայց անիկա գսեր թե այս երազը անշուշտ այսօր բատմելու է երգաթակորձին։ Ձերունին նախաճաշեն վերջ ճամփայելով։ Օդը ցուրտ, քամին սաստիկ կպճեր, բայց երկար դարաբանք է վերջ հասավ երգաթակորձին խանութը։ Երգաթակորձ երբ տեսավ, որ ալիհեր ձերունին թողթողալով ներս կմտներ, մեծ զարմանքով ըսավ. «Հայր Բրաուն, արդուն գանուխ ինչ կնեսոս»։ Ձերունին երգաթակորձը ներս տանելով նստավ աթոռի վրա եւ սկսավ խոսել. «Հովանես, այս գիշեր երազմ տեսա, զոր քեզի պիտի պատմեմ։ Երազիս մեջ տեսա, որ շադոնցվնե սպասած ժամս մահվան օրը եկած էր եւ մահասալ ճիշտ իմ անգալաջիս պես եղավ։ Աստուծո սուրբ հրեշտակները կալով զիս իրենց ցերկերուն վրա արին եւ զիս վերը երկինքը դարին։ Ոհ անոնք ինչպես գերքեին, բոլոր ցանկիս մեջ ադոր նմանը լսած չեմ։ Հովանես, քեզի չեմ գնալ բացադրել, թե ինչ մեծ ուրախություն լեցուց իմ սիրտս, երբ արժանացա այն փառքին, ինձի պես մեղավորը, որ լոգ շնորհքով փրկված եմ։ Չկա մեկը, որ գարենան նկարագրել երկինքը։ Անիկա այնչափ խաղաղ, այնչափ քեղեցիկ, այնչափ մաքուր, այնչափ փառավոր էր։ Դեսա, որ բոլոր զավակներս հոնեն, անոնց մե ոչ մեկը գործված էր։ Կումայրդալ, որ իմ գարքիս կուկար, հոներ։ Հետո Հովանես, հանգարց թում միտքս ինգար։ Քեզ փնտրել սկսա, ամեն փողոց մտա, ամեն դեղ նայեցա, ամեն մարդու հարցուցի, բայց քո հետ կդ չտեսա։ Վերջապես սիրելի փրկչիս կացի եւ հարցուցի քո վրայովդ։ Անիկա ասավ, թե եկած չէ իր։ Հարցուցի, թե ինչու համար եկած չէ։ Ան սկսավ լալ։ Եվ շատ տխուր գերբոմ հարեց, մեկը չխոսեցավ Հովանեսին, որբեսի կա, որ հայն ժամ ես անոր ոտքերուն ինգա եւ արցունքովս սկսա թրջել զայն, եւ երեսս քսելով անոր ոտքերունսի, դեր, թույլ դուր ինձի, քետ գեշ ժամ, որբեսի երթամ ու խոսիմ Հովանեսին, որ ինքն ալ գահոս։ Ճիշտ այդ վարգանին արթնցա։ Շատ ուրախ եղա, որ դագավին ողջ եմ եւ բադեհություն ունիմ քեզի կալու եւ հրավիրելու քեզ, որ ապաշխարես եւ երկին կերտաս։ Ահավասիկ երազս պատմեցի եւ գփապակիմ, որ անհնազանդ չլաս երկնային պատկամին։ Երգաթակորձը ապշահար մնաց, կարծես թե քարացած էր։ Հետո ձերունին մնաց բարյավ Հովանես, ալ հիմա քեզի սվեցավ, որ երկին կաս։ Եթե մերջես այս հրավերը, ալ բարսխանադուն թուն ես, ասելով քավազանը ցերկ արավ եւ դունը կնաց։ Այդ օրը մինչեւ գես օր երգաթակորձին ցերկերը կորձել է ետ կգնային։ Միշտ կխղճարվեր, վերջապես խանութը ցկելով դուն կնաց եւ պատմեց բոլոր անցուդարձ իր գնոջ։ Գինը դեսնելով ամուսինին անանկիս վիճակը ասավ. մենք մերցին ղրգելու ենք այդ ձերունին, որպես նորեն կամեզի եւ դերոջ ճամփան սորվեցինե։ Երգաթակորձը ասավ. այո, ես ալ գուզեմ հրավեր ընդունել եւ կփապակիմ, որ կա եւ աղոթե ինձ համար, որբեսի Աստված բահեզիս եւ ես հավատարիմ ըլլամ անոր մինչեւ կյանքիս վերջը։ Ամեն։